Այսօր շատ հետաքրքիր տեստ ենք անելու հոգեբանական ու տեսնենք ով է։ Դրա համար կարող եք կանգնացնել վիդեոն, թուղթ ու գրիչ վերցնել կամ եթե կհիշեք, պարզապես ուրեմն հիշեք, բայց չմոռանաք կոմենտներում գրել, թե որքան համընկավ, գրեք, ինձ իրոք հետաքրքիր է։ Ուրեմն առաջինը պատկերացրեք, թե դուք կանգնած եք ծովի առջև եւ հեռուն եք նայում դեպի հորիզոնը, ինչ զգացողություններ ունեք։ Հաջորդ տեսարանը դուք անտառով գնում եք եւ նայում եք ձեր ոտների տակ։ Ինչ զգացողություն ունեք։ Չեմ հարցնում ինչ եք տեսնում, ինչ որ տեսնեք, առաջինը ինչ տեսնեք, դա ձեր ենթագիտակցությունից է, ինչ զգացողություն ունեք։ Հաջորդ տեսարանը ճայեր են թռչում երկնքում, հետևելով այդ ճայերին ինչ եք զգում։ Հաջորդը դաշտում ձիեր են, կներեք ինչ եք այդ ձիերին տեսնելուց ինչ եք զգում։ Հաջորդը ուրեմն անապատի մեջ մի կուժ է, մեջը լիքը ջուր, ոնց կվերաբերվեք այդ կուժին, կխմեք, չեք խմի, ջուրը մաքուր է, մաքուր չի, առաջին պատասխանը ինչ եկավ, դա էլ պատկերացրեք։ Հաջորդը պատ է անապատում, բավականին երկար, որի այն կողմը օազիս է, ինչպես կանցնեք այն կողմ, ցանկացած պատասխան ինչ կզգաք։ Հաջորդը անտառով գնում եք, տուն է եւ լույս է վառվում, արդյոք կմտնեք, չեք մտնի, ձեր գործողությունները եւ վերջինը շատ ուժեղ մառախուղի մեջ կանգնած եք եւ ինչ զգացողություն ունեք։ Հիմա պատասխանները։ Ծովը դա ձեր վերաբերմունքն է կյանքի նկատմամբ, տագնապ կա, չկա, հանգիստ եք, հանգիստ չեք։ Այն որ ոտների տակ եք նայում անտառում, դա ձեր վերաբերմունքն է, ձեր զգացողությունն է ձեր ընտանիքում, հիմա որտեղ որ ապրում եք, ինչա էլի անհանգիստ եք, հանգիստ եք։ Ճայերը դա վերաբերմունքն է կանանց հանդեպ, թե ոնց եք վերաբերվում, ձին վերաբերմունքը տղամարդկանց հանդեպ, կուժը, թե ինչպես եք դուք ընտրում ձեր ընկերոջը կամ ամուսնուն, ձեր ընկերոջը մի խոսքով, պատը դա ձեր դժվարություններն են, կախված ձեր պատասխանից, պարզ կլինի, թե ինչպես եք դուք դա հաղթահարում, տունը անտառում, որ լույս է վառվում, դա ձեր պատրաստ լինելն է ամուսնանալուն, կգնաք, չեք գնա, ոնց եք էլի վերաբերվում եւ վերջում մառախուղը դա ձեր վերաբերմունքն է մահվան հանդեպ, վախենում եք, չեք վախենում։ Մի խոսքով անպայման չմոռանաք կոմենտներում յուրաքանչյուրդ գրեք ձեր պատասխանները։ Ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ով ինչ է զգում եւ արդյոք համընկավ ձեր հետ, թե ոչ։ Լավ օր ձեզ։